Պարոն Սաքունց, դուք Արշալույս գյուղի 14-37 տեղամասում եք, առավոտից եք այստեղ, ինչ եք արձանագրել։ Շրջում ենք տարբեր համայնքներում, ասենք որոշ ժամանակ, կես ժամ, մի ժամ, ժամ ու կես նայած իրավիճակին, լինում ենք տեղամասերում, սա արդեն 4-րդ տեղամասն է, որ առավոտից եղել ենք Ոսկեհատ գյուղում, Զվարթնոց համայնքում, բնակավայրում բոլորը, և հիմա այստեղ ենք։ Ինչ եք արձանագրել այս պայծրությամբ, ինչպես է իրավիճակը ընթանում։ Որ ասեմ, ինչ-որ հատուկ ինչ-որ խախտումներ, դրա հետ կապված չկա, միայն մի ընդհանուր նկատառում, իհարկե մի քիչ ավելի ամբողջական մենք ժամը 3-ին հաղորդագրությամբ կամ ճեպազորիցով կներկայացնենք անկախ դիտորդյանից, բայց մի խնդիր կա, դա նույն անձի կողմից տեղամասի մոտ տարածքում կամ հարակից տարածքում շարունակական գտնվելու հանգամանքն է, որը ակնհայտ է, որ այդ ինստիտուտը ճակերտավոր մշտապես է եղել։ Դասովշիկների ինստիտուտը, ժողովրդի լեզվով ասած, որոնք կապ են հաստատում ընտրողների հետ տեղամասի տարածքում, չնայած պարզ ասեմ, եթե նույնիսկ 100 մետր էլ այն կողմ, ինչպես օրենքն է պահանջում 50 մետրից ավել, այդ մարդիկ միշտ էլ լինելու են, սա է ամբողջ խնդիրը և դրա այդ երևույթի դեմ, որ ընտրողներին թողնեն հանգիստ, իրենք ազատ կերպով որոշեն գալու են, թե չեն գալու, չնայած կոչը, որ բոլոր ընտրողները անկախ, թե որ ուժի օգտին են քվեարկելու, դա օրակարգում է, այսինքն ընտրողների մասնակցություն, բայց այդ դա ենք նկատել արձանագրել, բայց ինչով է պայմանավորված, որ այդ հարցը բարձրացնում է հանձնաժողովի նախագահին, նոր հանձնաժողովի նախագահը ոստիկաններին դիմում է այդ խնդիրը լուծելու համար, այսինքն հանձնաժողովի նախագահը առնվազն բացի քվեարկության սենյակից պարբերաբար պետք է նաև դիտարկի, հետևի տեղամասին մոտակա տարածքում ուրեմն ինչ է կատարվում, հնարավոր կուտակումներ կամ նույն անձի շարունակական գտնվելու հետ կապված փաստերի դեպքում ոստիկանությանը դիմի և հրահանգի, որ նրանք միջոցներ ձեռք առնեն հեռացնեն, բայց մյուս կողմից ոստիկաններն էլ պետք է ուշադրել են, ոստիկանները երևի թե իրենք պատրաստ են միայն ինչ-որ առանց ճգնաժամային ինչ-որ իրավիճակները միջամտելու, բայց դա կարծես թե չի ընկալվում, որ պետք է մի խախտում է, որը պետք է վերացվի, այսինքն ոստիկանների պատշաճ հրահանգավորման խնդիրը կան նույնպես, դրան էլ կանդրադառնանք, բայց մթնոլորտը հանգիստ է, կարևորը, չկա լարվածություն, ամենից կարևորը, բայց տեղամասեր կան, որտեղ քվեարկության սենյակները շատ ավելի մեծ են, օրինակ հիմա տեսեք այստեղ քվեարկության սենյակը համեմատաբար փոքր տարածք, այսինքն 3 քվեախցիկ այդ փոքր տեղ ուրեմն տարածքում այնուամենայնիվ նեղություն է, սա էլ է ընդհանուր խնդիր, այսինքն տեղամասերի մակերեսի համապատասխանությունը այդ տեղամասում քվեարկողների թվի հետ կապված, որտեղ եթե հիմա մեծ թվով մարդիկ մի անգամից կան, պարզա, որ տարածքը չի բավարարելու անգամ ուրեմն տեղավորում նույնիսկ եթե գրանցված դիտորդական կազմակերպություններ կամ կուսակցությունների վստահված անձիկ էլ լինեն, տարածքը ակնհայտորեն չի բավարարում, սա որպես արձանագրենք։ Պարոն Սաքունց, շատ խոսվեց այդ մասին, որ այս ընտրություններին շատ են դիտորդները, դա իհարկե դա օրենքով խախտում չէ, բայց դուք շատ տարիներ եք դիտարկել ընտրությունները, այդպես եղել է ընդհանրապես այսպիսի մեծ քանակությամբ դիտորդներ, տեսնում եք արդյոք ինչ-որ նպատակ սրանում կամ դիտորդական առաքելությունը նորմալ է, ինչքան թող շատ դիտարկեն, այնքան ուրեմն ընտրությունների ընթացքի երաշխավորումը ազատ և արդար և հնարավոր խախտումները, որոնք կարող են կամ շեղումները, որոնք կարող են արձանագրել, հավանականություն մեծանում է դիտորդների թվի մեծնելով, բայց խնդիրը դրա մեջ չէ, քանակի մեջ չէ, այլ որակի մեջ, թե ինչպիսի ուրեմն մտահոգություն կա, որ սրանք կեղծ դիտորդներ են, հատուկ ինչ-որ նպատակաուղղված։ Եկեք արձանագրենք, որ
մենք անկախ դիտորդյանից դիմում էինք ներկայացրել, որ որոշ դիտորդական առաքելություններ հայաքվեն, պարլամենտարիզմի կենտրոն, թատրոնական հիմնադրամ եւ կոնկրետ փաստեր ենք ներկայացրել, որ նրանց ներկայացուցիչների կողմից ակնհայտ կուսակցական կողմնակալության խնդիրի կար, բայց տեսանք, թե կենտրոնական դրական հանձնաժողովը ինչպես ուրեմն մոտեցավ, այնպես որ եկեք սպասենք, բայց այդ հարցը մնում է համակարգային։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։